Նախաձեռնողների հեղինակները գիտեն, որ նաև որ մեզ պետք է 36 ձայն այդ գործընթացը սկսելու եւ նաև 54 պատգամավորների աջակցություն, ընդ որում նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցություններից, որպեսզի այն հաջողությամբ ավարտվի։ Նարեկ Մալյանի եւ Էդգար Ղազարյանի կողմից առաջարկված իմփիչմենտի գործընթացի մասին այսպես պատասխանեց Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի ազգային ժողովի խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանը։ Ավելի վաղ Հայաստան խմբակցությունը նաև հայտարարություն էր տարածել նշելով, որ կստորագրեն վարչապետին ամսդահություն հայտնելու նախաձեռնության տակ, եթե վերջինիս հեղինակները բերեն 8 ստորագրություն, որոնք անհրաժեշտ են նախաձեռնությունը սկսելու համար, ինչպես նաև հրապարակավ կհայտարարեն իմփիչմենտի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության եւ պատասխանատվության մասին։ Միաժամանակ դաշինքից կասկածներ էին հայտնել, արդյոք նախաձեռնությունը ուղղված է Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն, թե դրա տակ թաքնված է Հայաստան խմբակցությանը թիրախավորելու նպատակ։ Ժամանակից շուտ թիրախավորելն է մեր դաշինքը, մեր խմբակցությունը, մեր խմբակցության ղեկավարությանն, այնպես որ մենք այլ ընդդիմության եւ ում կողմից այդ քաղաքական այդ անձերի կողմից, որոնք որ նախաձեռնել են։ Սերժ Սարգսյանի կողմից թիրախավորում։ Ես չեմ կարող ասել Սերժ Սարգսյանի կողմից է թե ում կողմից է։ Ըստ էության Հայաստան խմբակցությունը մերժեց Մալյանի եւ Ղազարյանի առաջարկները, ինչպես քաղաքացիական պայմանագիրը։ Սամսալի այսպես մոտավորապես ասած Նախաձեռնության հեղինակներից Նարեկ Մալյանը պնդում է, երկու մարդ Հայաստանում չի ուզում Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտը, Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Հայաստանում կա երկու մարդ, ով դեմ է իմպիչմենտին, մեկը Նիկոլ Փաշինյանն է, որովհետև չի ուզում իշխանությունը կորցնի իր պատճառներով, մյուսը Ռոբերտ Քոչարյանն է։ Ես այլ որակումներ չեմ ուզում տալ Նարեկի այդ հայտարարությանը, բայց դա առնվազն անազնիվ հայտարարություն է։ Քոչարյանի թիմից ասում են, իմպիչմենտի անվան տակ փորձ է արվում այլ պրոցեսներ գեներացնել։ Այս պրոցեսը Հայաստան խմբակցությանը թիրախավորելու համարն է։ Նախաձեռնողների նպատակը ըստ փորձագետների ընդդիմության դաշտում դիրքավորվելն է։ Բացի այդ, Սերժ Սարգսյանը փորձում է Հայաստան դաշինքից վարչապետի տեխնացուի անուն կորզել, իսկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի ոչ ֆորմալ թիմակիցներն են։ Ուղղակի արձանագրենք, որ Հայաստան դաշինքը կրելու ենք կարգախոսով ձեզանից քվեստացած խմբակցությունը չունի վարչապետի տեխնացու։ Իսկ մի ամբողջ հանրապետական կուսակցություն ունի, ակնհայտ է, որ այսպես կոչված նախկինները վարկաբեկված են ու ցանկացած մեկի անուն հնչեցնել նշանակում է փչացնել այդ մեկին։ Սա է պատճառը, որ Սարգսյանն ու Քոչարյանը իրար վրա են գցում վարչապետի տեխնացու առաջարկելու պարտականությունը։ Մեր քաղաքական առաջնորդը Ռոբերտ Քոչարյանը եւ շարունակում է մնալ Ռոբերտ Քոչարյան։ Երկրորդ արձանագրումը մենք գիտենք, որ ԿՊ-ական պատգամավորները վախենում են Ռոբերտ Քոչարյանից եւ երբեք որպես վարչապետի տեխնացու իրեն չեն առաջադրի։ Երրորդ, մենք ասում ենք, որ այս գործընթացը անիրատեսական ենք համարում գոնե այս փուլում եւ հիմա։ Հանրապետականն էլ այսպես է խուսափում վարչապետի տեխնացու առաջադրելուց։ Չենք առաջարկում, որովհետեւ շատ պարզ բան է, որովհետեւ իմ խորին համոզման այսօր մենք չենք լուծում վարչապետի հարցը։ Մենք այսօր ուզում ենք իշխանափոխություն, դրանք տարբեր բաներ են։ Հենց ընդդիմության խնդիրներից մեկն էլ նա է, որ այդ ընդդիմության ճնշող մեծամասնությունը առաջերտին ուզում է տեսնել իր տեղը այդ իշխանությունում, նոր հետո իշխանափոխություն։ Ալեն Սիմոնյանը վստահ է, եթե անգամ ընդդիմությունը սկսի իմպիչմենտի գործընթաց, ապա իրենց թիմից որևէ մեկը չի միանա այդ նախաձեռնությանը։ Երևի 7 տարի է մարդն ման գալիս, մեկ մի քիչ ակտիվ, մեկ մի քիչ пассив, բայց մարդն ման գալիս ու տենց կշարունակեն ման գալիս թվում է, ու տենց էլ չեն գտնի։ Գարուն ամառ բանա հավաքածուի քաղաքական ցուցադրության ժամանակահատվածն է եկել։ Ում է ձեռնտու այս գործընթացը իշխանական պատգամավոր Թագուհի Ղազարյանի կարծիքով իրենց։ Կարծում եմ վատ չի, որ այս նախաձեռնությունը կա, համենայն դեպս ինչ որ աժիոտաժ կա ընդդիմադիր դաշտում, ամեն դեպքում ես պետք է վերստին նշեմ, որ եթե չլինեին պարոն Էդգար Ղազարյանը եւ պարոն Նարեկ Մալյանը, արժեր նրանց հորինել, որպեսզի այս գործընթացը տեղի ունենար, որովհետեւ շատ կարեւոր գործ են անում։
Այժմ նախագահը վստահ է, իրենք ունեն ժողովրդի բավարար վստահություն։ Եթե ընտրությունները տեղի ունենան առաջիկա կիրակի օրը, իրենց ուժը կրկին կհաղթի։ Վստահ եմ, որ եթե ընտրությունները նույնիսկ այսօր փակ լինեն, ելի քաղաքացիական պայմանագիրը հաղթելու է այդ ընտրությունները հանրապետություն։ Հաջան։ Մեծամասնություն։ Ես վստահ եմ, որ այո 50+1%-ով, իսկ 2026 թվականին մոտ կարող է նույնիսկ ավելի շատ։ Ընդդիմությունն անգամ 36 ստորագրություն չի կարող ապահովել։ Հայաստան խմբակցությունը ունի 28 ձայն, պատիվ ունեմ 6։ Իշխան Զաքարյանը դեռ այսպես կոչված սրբազան շարժման ժամանակ այդպես էլ չհայտարարեց, որ կտա իր ստորագրությունը, իսկ Գեհամ Նազարյանը հստակ ասաց, որ անգամ ԿՊ-ի միանալու դեպքում չի ստորագրի Էդգար Ղազարյանի նախաձեռնության տակ։ Էդգար Ղազարյանը անլուրջ մարդ է, ես անլուրջ գործողություններին չեմ մասնակցում։ Էդգար Ղազարյանը ու իր հետևում կանգնածները կարող են այսօր ասել, թե քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից քանի հոգի է միանալու այդ գործընթացին։ Դե քննարկումներ են տանում, իսկ ինչ եք բացառում, որ կմիանան։ Այդ ամեն ինչից հետո ես ձեզ ասում եմ, եթե քաղաքացիական պայմանագրից 25 հոգի միանա այս նախաձեռնությանը, 25 հոգի պետք չէ, 8 հոգին էլ բավական է։ Ես էլի չեմ միանա, որովհետև Էդգար Ղազարյանն է նախաձեռնողը։ Իդեպ, թե Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչյանը տարբեր առիթներով արձանագրել են Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագիրը 2021-ին ստացել է ժողովրդի քվեն ու լեգիտիմորեն ընտրություններով ստանձնել է իշխանությունը։ Ձեր լրատվամիջոցների, ձեր շրջապատի, ձեր ընկերների հետ նույն ընդդիմադիր տեխնացուների եւ բլոգերների շրջանակից դուրս հիշեք, որ բացի Facebook-ից դուրս նաեւ կյանք գոյություն ունի։ Քվեկալ է մանդատները լրվե։ Սա կայֆ է ստանում ամեն քարորիային գնում եք այդտեղ Նիկոլը հելում գորգորում է ձեր վրա, տենց մանթով գնում եք տուն, ինչ որ հաճույք եք ստանում դրանից ես չեմ ժողում։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։